Ջամալյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, այսպես տարավերջյան վերջի եթերն է ձեզ հետ, բայց գալիք տարում հավատել կունենանք նորից հանդիպելու, հուսանք այլևս լավ առիթով լավ թեմաների շուրջ, բայց մինչ այդ մի քանի թեմաներ կա, որի հետ կապված կլսենք ձեր գնահատականը։ Առիթ չենք ունեցել խոսելու, դրա համար մի փոքր հետ կգնանք։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում էր, որտեղ հասցրեց խորին շնորհակալություններ ուղղել Ալիևին։ Ալիևը չէր մեկնել Ռուսաստանը, միջազգային ուզում այս մասով է ձեր տեսակետը հարտահայտեք, ինչու չէր մեկնել։ Ըստ ձեզ Փաշինյանի խորին շնորհակալությունը ինչի դրսևորում է, երեկ էլ կառավարության նիստից հետո նորից ասած էլի շնորհակալ եմ, երեք, այսպես ասենք, հարց անուցել, երեք բան է բացել Ալիևը իր համար։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ նաեւ Ռուսաստանի հետ կապված, եթե ասած ամբողջության մեջ, պարոն Ջամալյան, ինչի դրսևորում է գալ Հայաստանում հակառուսական, հակաերատոմական քարոզ անել, այսպես է Բաբաջանյանը, Խզմալյանը, Սավին այդպես հանել առաջին պլան, բայց օրինակ գնալ այնտեղ նորից խորին շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին, խաղաղությանը օժանդակելու համար եւ նաեւ գիտեք, այս մարդը ինչ-որ գործակալներ է փնտրում, ինչ-որ բոլորը դիմադիրներին ռուսական գործակալներ են անվանում, խնդրեմ։ Նմանը նմանին է որոնում։ Ինչևէ, նախ այս մարդու պարագայում մենք դիվանագիտության մասին ուղղակի չենք կարող խոսել, շատ հստակ է, հակառուսական Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդների, կարելի է ասել նաև թշնամիների կողմից իշխանության բերված մեկն է, ով համակարգային հակառուսականությունը դարձրել է իր իշխանավարման հիմնական քաղաքական ուղղությունը, Հայաստանը Ռուսաստանից ամեն կերպ հեռացնելը, Հայաստան-Ռուսաստան անդունդը ստեղծելն ու խորացնելը, անջրպետելը մեզ ստրատեգիական դաշնակցից եղել է ու մնում է այս մարդու իրեն շրջապատող իր նմանների հիմնական առաքելությունը, հանուն որի իրենք բերվել են իշխանության, ընդ որում իրենք խորապես ներքուստ հենց այդ նույն ախտաբանական հակառուսականության կրողն են եւ հաճույքով երբեմն անգամ ինքնուրույն նախաձեռնողականություն հանդես բերելով են կատարում այն աշխարհաքաղաքական հանձնառականը, հանուն որի բերված են իշխանության։ Բայց դրա հետ մեկտեղ Հայաստանի կապը, ես այստեղ դիտավորյալ չեմ ուզում օգտագործել կախվածություն բառը, որովհետև տվյալ պարագայում մենք շատ բնական տասնամյակներով, հարյուրամյակներով ձևավորված կապերի մասին պետք է խոսենք Ռուսաստանի հետ, եւ ահա այդ կապերն այնքան ամուր են, որ այդ կապերը միանգամից կտրելը ուղղակի անհնարին է։ Եվ հասկանալով ու առերեսվելով այդ իրողության հետ, Նիկոլ Փաշինյանը իր իշխանության գալու առաջին իսկ օրվանից ընդհուպ մինչ այժմ Ռուսաստանում խաղում է Ռուսաստանի բարեկամի այդ դերը, իհարկե շատ վատ է խաղում, հաճոյանալով երկդիմիությամբ փորձում է մոլորեցնել ուրեմն պաշտոնական Մոսկվային, հանուն ազնվության պետք է ասել, որ Ռուսաստանում կար մի հոսանք իշխանական վերնախավում, որ գտնում էր, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններ ունենալ, բայց այդ հոսանքը աղետի բերեց, լրջագույն խնդիրներ ստեղծեց հենց Ռուսաստանի համար, ակներև փաստ է, որ շատ սխալ հաշվարկների, շատ սխալ ուրեմն ուղղություն էր այդ ուղղությունը,
Եվ արդյունքն այն է, որ Հայաստանը Ռուսաստանից բավական հեռացել է, անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը Մոսկվաներում ինչպես կհաջողախոսի Ռուսաստանի ղեկավարությանը, Ռուսաստանին, համակարգային հակառուսականությունը թափ է հավաքում եւ Մոսկվայում տեսնում ու հասկանում են եւ ես հույս ունեմ, որ հենց Մոսկվայում էլ այդ վնասաբեր վտանգավոր հոսանքը, թե Նիկոլ Փաշինյանին կարելի է այսպես դիտարկել իբրև գործընկեր իր հետ հնարավոր է աշխատել, այդ տեսակետը կրողները մեծագույն խնդիրներ են ստեղծել հենց Ռուսաստանի համար եւ կարծում եմ ճշգրիտ հետեւությունները Մոսկվայում կանեն։ Երկդիմիություն է, ոչ ավելին, այնինչ մենք տեսնում ենք Մոսկվայում, սա չի բերելու հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման, իր այսպես արերևույթ այսպես լոյալ պահվածքն ասեմ հաջողախոսական այդ հռետորաբանությունը, սա դիվանագիտություն չի, սա չի արտահայտում օրվա Հայաստանի իշխանության իրական դիրքորոշումները Ռուսաստանի հանդեպ, ընդամենը հաջողախոսություն է եւ կարծում եմ Կրեմլում սա շատ լավ հասկանում են։ Ընդհակառակը համակարգային հակառուսականությունը թափ է հավաքելու։ Բոլորովին պատահական չի, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հենարանը հանդիսանում է հավաքական արևմուտքը, Եվրամիությունը բացահայտորեն ներգրավված է նիկոլական բռնությունները, ուրեմն ոչ միայն աչք է փակում այդ բռնությունների հանդեպ, այլև ներգրավված է այդ բռնությունների սանձազերծման մեջ։ Ըստ էության Եվրամիությունը ֆինանսավորելու է այդ ՔՊ կոչեցյալի նախընտրական արշավը, Կայա Կալասի այդ ըստիս ուղղակի մի զավեշտական կերպար է, այդ զավեշտական կերպարի վերջին հայտարարությունն առայն թե Հայաստանն իրենցից օգնություն է խնդրել արտաքին միջամտության հետ կապված հարցերու օժանդակություն ստանալու հետ կապված, ինչի մասին է խոսում։ Խոսում է այն մասին, որ Եվրամիությունը ինտենսիվորեն կներգրավվի, նաև ֆինանսապես կներգրավվի Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու, Հայաստանի համակարգային հակառուսական քաղաքականությանը զարկ տալու գործընթացում արդեն իսկ ներգրավված է։ Հայաստանի ուրեմն չմասնակցությունը հապկ միջոցառումներին այդ համակարգային հակառուսականության հերթական բացահայտ դրսևորումն է։ Պարզապես տնտեսական հարթության մեջ հայ-ռուսական կապերն այնքան արմատական բնույթ ունեն, որ իրենք ուղղակի չեն կարող այսպես միանգամից կտրել այդ կապերը եւ ճարահատյալ ուրեմն վարչապետ Կոչեցյալը մասնակցում է մոսկովյան միջոցառումներին եւ նպատակը այդ հաջողախոսությունների մեկն է ուղղակի հերթական անգամ մոլորեցնել Կրեմլին ու տպավորություն ստեղծել, թե իր հետ կարելի է աշխատանք ուրեմն կառուցել, աշխատանքային հարաբերություններ կառուցել։ Չգիտեմ, Մոսկվայում կարծում եմ այս անգամ Մոսկվայում թույլ չեն տա 2021-ի սխալը։ Մոսկվայում եւս մի այլանդակության ենք ականատես եղել, թե ինչպես էր Հայաստանը ներկայացնողը, ուրեմն վարչապետ Կոչեցյալը շնորհակալություն հայտնում Ալիևին, ով բացահայտորեն ուղղակի առհամարել էր այդ միջոցառումն ու չեր ներկայացել ու շատ պարզ է թե ինչու, որովհետև Ադրբեջանի հակառուսական արտաքին քաղաքական կուրսը որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Մոսկվայում փորձում են այսպես հնարավորինս ուրեմն մեղմել դեռևս ինչ որ կտրուկ քայլերի Ալիևի պարագայում չեն ձեռնարկում, հասկանալի է ուկրաինական իրադարձություններով պայմանավորված, բայց կարծում եմ այստեղ էլ հետևությունները արվում են։ Ադրբեջանը երբեք ու երբեք չի եղել եւ չի լինելու Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հակված պետություն։ Ադրբեջանը թուրքական պրոյեկտ է, Ադրբեջանը բրիտանա-թուրքական ուրեմն ազդեցության գոտում գտնվող
սուբյեկտ է եւ կապը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, Թուրքիայի հետ, կապը բրիտանական կենտրոնների հետ, թե Ալիևյան կլանի, թե Ադրբեջանի, այնքան արմատական ու խորքային բնույթ ունի, որ Ադրբեջանը երբևէ չի լինելու Ռուսաստանի համար դաշնակցի կարգավիճակում ուրեմն գտնվող պետություն։ Եվ Արցախի ուրեմն օկուպացիայից հետո Նիկոլ Ալիև այդ գործարքի արդյունքում Արցախը ստանալուց հետո Ալիևը դարձել է սանձարձակ, հիմա կարծես թե այդ հակամարտության փուլը մի քիչ այսպես մեղմվել է, հակամարտային, այդ ֆոնը մեղմվել է ամիսներ առաջվա, բայց միևնույն է Ալիևը երբեք չի եղել ու չի լինելու Ռուսաստանի համար այսպես դաշնակից պետության ղեկավար, ինքն էլ իր հակառուսականությամբ անթափույց հակառուսականությամբ միշտ էլ աչքի է ընկել եւ հերթական հակառուսական քայլն է։ Ուղղակի Ադրբեջանը իրեն զգում է շատ ավելի ինքնավստահ Արցախի օկուպացիայից հետո։ Սա է խնդիրը։ Ռուսաստանը այս մասով ինչ-որ անելիք կունենա, հետևություններ կանի, որովհետեւ կարևոր է Ռուսաստանի համար տարածաշրջանում չկորցնել իր վերահսկողությունը։ Տեսեք, կայսրություն հիմնած ազգերը ունեն իրենց կայսրությունների հոգեբանական պատկերացումը, կայսրությունների սահմանների վերաբերյալ իրենց այսպես սերնդեսերունդ փոխանցվող պատկերացումը եւ ինչպես հիմա մենք տեսնում ենք, որ Բրիտանիան նորօրյա իրողություններում փորձում է էլի վերստեղծել իր երբեմնի կայսրական նկարագիրը, վերադառնալ այդ նկարագրին, իհարկե նորովի, նոր ձևաչափերով, բառացիորեն չի գաղութացնում ուրեմն երկրները, բայց մենք տեսնում ենք Բալկաններ, Մերձավոր Արևելք, Միջին Ասիա, շատ հստակ այդ բրիտանական գիծը եւ հենց այստեղ է որ բրիտանական շահերն ու մեծ Թուրանի գաղափարը համահունչ են դառնում ու մեծ Թուրանի գաղափարը դառնում է բրիտանական ազդեցությունը այդ ռեգիոններում վերականգնելու գործիքներից մեկը։ Հիմա Ռուսաստանի պարագայում նույնպես ռուսները կայսրություն ստեղծած ժողովուրդ են, շատ ծանր են տարել խորհրդային միության փլուզումը եւ թեպետ հիմա Ռուսաստանը արդեն իսկ վերագտել է իր տեղն ու դերը աշխարհում, բայց ռուսական ընկալումներում կա Ռուսաստանի այսպես եւ սահմանների եւ Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող ռեգիոններում իրենց աշխարհակաղակական ուրեմն գերակայության մասին պատկերացումները կայսրության սահմանների այդ հոգեբանական ընկալումը կա եւ այո Ռուսաստանը վաղ թե ուշ իսկ կարծում եմ որ այդ ժամանակը արդեն գնալով ավելի մոտենում է վերադառնալու է Անդրկովկաս չի էլ հեռացել այսպես հիմնավորապես Արցախի կորստով շատ մեծ հարված հասցվեց Ռուսաստանի կենսական շահերին ռեգիոնում ասել թե ռուսները ոչինչ չարեցին որպեսզի Արցախը մնա հայապատկան եւ իրենց ազդեցությունն այստեղ ուրեմն շարունակի պահպանվել սխալ կլինի շատ բան են արել բայց Հայաստանից ավելի շատ անել ոչ միայն չէին կարող մենք էլ չպետք է որևէ մեկից պահանջենք որ մեզ համար ավելի շատ անեն քան կարող է անել Հայաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությունը Արցախը հանձնել է Պրագյան ուրեմն այդ պայմանավորվածություններով եւ ուկրաինական իրադարձությունների ֆոնին երբ Ռուսաստանը շատ ծանր վիճակում էր հայտնվել 22-ի վերջին 23-ին էլ Նիկոլ Ալիև այդ դաշինքը իր գործն արեց, իր սև գործն արեց ու արդյունքում այո մենք տեսանք որ ուղղակի Ալիևը օգտվեց առիթից ու Ռուսաստանի ժամանակավոր այդ թուլությունը իշահ իրեն օգտագործելով, բայց իհարկե օգտվելով Հայաստանի օրվա իշխանության դավաճանությունից օկուպացրեց Արցախը եւ այստեղ թիվ 1 խնդիրը Արցախի կորստի ու թիվ 1 մեղավորը իհարկե նիկոլական դավաճանական իշխանությունն է ով ուղղակի Պրագայում հանձնեց Արցախն Ադրբեջանին հետո էլ մատը մատին չխփեց Արցախը ուրեմն պահելու համար եւ այդ դաժան օրերին մենք տեսանք այդ
դավաճանական կրավորական կեցվածքը մեր Արցախի հանդեպ, ընդ որում մի վերապահում անեմ, բոլորովին պարտադիր չէր, որ 18 տարեկան երեխեքը կռվեին, ուղղակի 1000 ու մի հնարավորություն կար Արցախին օգնելու, ի վերջո կարելի էր թույլ տալ կամավորականները այստեղից գործողություններ կատարեին։ Ես ուզում եմ ուղղակի հիշեցնել հայտնի հայտարարությունը մեր ուրեմն իրանագետ համերկրացի Կարինե Գևորգյանի առայն, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին երկու անգամ Թեհրանից, որտեղ գտնվում էր Շոյգուն, առաջարկություն է արվել Հայաստանի իշխանություններին Հայաստանի տարածքն օգտագործել իբրև հիմք եւ ուրեմն կայունացնել իրավիճակը Արցախում։ Սա ենթադրում էր, որ Իրանի տարածքից կամ Ռուսաստանից ինչ որ ուժեր պետք է գային եւ կարելի էր գտնել ինչ որ սխեմա, պարզապես Հայաստանը իրավական առումով պետք է գործընթացի մեջ ներգրավվեր։ Իսկ դա տեղի չունեցավ։ Եվ բոլորովին, երբ ասում ենք, որ Արցախին մենակ թողեցին, մենք հատուկ ուզում եմ ընդգծել, որ ի նկատի չունենք, թե 18 տարեկանները պետք է հենց գնային ու կռվեին։ Կան բազմաթիվ սխեմաներ, որոնք ուղղակի չեն գործարկվել եւ ռուսական ու իրանական կողմի այդ համատեղ առաջարկը 2023-ի սեպտեմբերի 19-ին մերժել են օրվա դավաճանական իշխանությունները։ Հետևաբար Արցախը դավաճանվել է։ Եվ ասել, թե ռուսները ոչինչ չեն արել, որ իրենց ազդեցությունը այստեղ պահպանվի, որ Արցախը մնա հայապատկան, ուղղակի զարուրելի անարդարություն կլինի։ Հիմա վերադառնալով հարցին ու շատ կարճ պատասխանեմ ամփոփելով, Ռուսաստանը վերադառնալու է, այստեղ շատ կարևոր վերապահում անեմ։ Տեսեք, բազմաբևեռ աշխարհում մի քանի ուժային կենտրոններ են արդեն իսկ ձևավորվել եւ յուրաքանչյուր ուժային կենտրոն իբրև այդպիսին լիարժեքորեն կայանալու համար պետք է իրեն շրջապատի հուսալի դաշնակիցներով եւ ժամանակակից աշխարհակարգի պայմաններում շատ մեծ է դառնում ավելի սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների տեղն ու դերը։ Հետևաբար տեսեք, երբ մենք խոսում ենք, որ Ռուսաստանն իր ազդեցությունը պետք է վաղ-թե ուշ վերականգնի ռեգիոնում, մենք բնավ ի նկատի չունենք, որ այդ սխեմաներում մենք պետք է լինենք ստորադասված, պետք է լինենք գուբերնիայի կարգավիճակում, ինչպես ախտաբանական սորոսական հակառուսականության քարոզիչներն են ասում, ոչ, այդ իրողությունների պայմաններում մենք մեր արժանապատիվ տեղն ու դերը պետք է գտնենք ռեգիոնում, վերականգնենք պատշաճ մակարդակի հայ-ռուսական դաշինքը եւ սուբյեկտ դառնալով ռեգիոնում ու հայ-ռուսական դաշինքի ու նաեւ Իրանի հետ ռազմական դաշինքի կարգավիճակի բերելով մեր հարաբերությունները, մեր արժանապատիվ տեղը իբրև սուբյեկտի վերագտնենք ռեգիոնում եւ այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել, ինչը շատ անգամ եմ ասել, հայ-ռուսական հարաբերությունները մեզ համար պետականակենտրոն միտք ունեցող հայերիս համար միշտ կառուցվել են հավասարը հավասարի տրամաբանությամբ եւ երբ օրինակ այդ մասին ես ասել եմ, շատ անգամ եմ ասել, բնավ ի նկատի չեմ ունեցել ռեսուրսների չափը, այո, ռեսուրսների չափով մենք հավասարը հավասարի լինել չենք կարող, բայց նշանակության մեջ, հայ-ռուսական դաշինքի նշանակության մեջ մենք հավասար ենք, չենք լինի մենք, չի լինի Ռուսաստանը, համենայն դեպս այս տեսքով չի լինի, չի լինի Ռուսաստանը, այո, չի լինի Ռուսաստանը, իհարկե, չենք լինի նաև մենք, ինչպես Ռուսաստանի ժամանակավոր թուլությունից օգտվեցին ու Արցախը դավաճանների հետ միասին, թուրք-բրիտանական տանդեմը դավաճանների մատուցմամբ ուլ տվեց, նույնը կարող է լինել նաև մեզ հետ, եթե Ռուսաստանը իսկապես թուլանա եւ հետեւաբար մեր դաշինքը ռուսների հետ կառուցվում է հավասարը հավասարի տրամաբանությամբ եւ երբ ես խոսում եմ, որ մեր կապերը Ռուսաստանի հետ ոչ թե կախվածություն է, այլ օրգանական, արմատական կապեր են, որոնք մեր երկրի ինքնաբավությունը ապահովելու գործին պետք է ծառայեցնել։ Ռեալ ինքնիշխանությունը ամենատարբեր ոլորտներում առավելագույն ինքնաբավությունն է եւ այդ ինքնաբավությունը ներքին ռեսուրսներով միայն վերստեղծել այսօրվա աղետի ֆոնին նամանավանդ շատ դժվար է, հետեւաբար դաշինքը, հայ-ռուսական դաշինքը մենք պետք է հետագայում ծառայեցնենք Հայաստանի
ինքնաբավություն ամենատարբեր ոլորտներում ավելացնելու գործին եւ վերագտնենք մեզ իբրև սուբյեկտ եւ հենց այդպիսի Հայաստանն է, որ հետաքրքիր է եւ այդպիսի Հայաստանի կարիքն ունի նաեւ դաշնակից Ռուսաստանը, այսինքն կարելի է արժանապատվորեն հարաբերություններ կառուցել ստրատեգիական դաշնակցի հետ եւ երբ ռուսները վերադառնան ռեգիոն արդեն իսկ այդ քայլերը ձեռնարկում են եւ այդ օրը չի ուշանում, մոտենում է եւ այստեղ մենք պետք է խելացի գտնվենք եւ ճիշտ աշխարհակաղակական ընտրություն կատարելով իբրև սուբյեկտ վերականգնենք մեր տեղը ռեգիոնում եւ այդ ժամանակ վստահեցնում եմ նաեւ կորուստները կվերականգնվեն ու մենք իսկապես ազդեցիկ պետություն կլինենք տարածաշրջանում